Ավելի լավ է նույն բլոկադան շարունակվել, բայց ես մնայի Արցախում։ 44 օրյա պատերազմից հետո ոչ ոք չէր սպասում, որ Արցախը կարող է հիմնովին դատարկվի։ Գաղափարները երբ ստանում են նյութական ուժ, իշխում են մասսաների։ Վասնձի ժամանակ կգա, որ ազնվությունը կհարգվի, կպատվի։ Արթնացնեմ մերոնց հարց ու փորձ անեմ եւ լսեմ նրանց եւ հանգստանամ։ Պարոն Ավետիսյան, հունցը կարմարվալըք նոր միջավայրին։ Անշուշտ պետք է նշեմ, որ մեզ ընտրության հնարավորություն չունենք եւ պետք է հարմարվենք ստեղծված իրադրության եւ պայմաններին։ Իսկ շիշուտык մտքերավ հաղորդ էինում ձեր ծննդավայրում։ Ես կասեի, որ գրեթե մշտապես կապված եմ մեր տան, մեր գյուղի, այն հուշերի եւ հիշատակների հետ, որոնք թողել ենք Արցախում։ Չկա երևի այդպիսի մի գիշեր, որ երազում մտովի չտեղափոխվեմ այն արահետները, այն ձորերը եւ լեռնալանջերը, որտեղ անցել էին մանկությունը, պատանեկությունը, հասուն տարիները։ Բավականին դժվար է մոռանալ կամ մոռացության տալ անցյալը եւ այստեղ ես մոռացանի մի հայտնի ասույթը կհիշեցնեի, որ երկնքի աստղերը կկողոպտեի վարզատրելու այն մարդուն, որը կարողանար ինձ մոռացնել տալ իմ անցյալը։ Ձեզնետել ենք որոշած իլալ շենյումը հանդիպինք, բայց բլոկադայի օրերին մեզ հնարավորություն չի իլալ հաղորդ է հսնելի։ Սոր ստիպված ենք խոսինք դուզանդեղ լրիվ օրիշ պայմաններում, օրիշ թեմայավ գնալ զրույցը, սոր ստիպված ենք խոսինք կորստից, մեր ապրումներից, կարոտից, մինգել այն արժեքներից վերը Արցախում է ձևավորվալ։ Եթե ասեի ավելի լավ է նույն բլոկադան շարունակվել, բայց ես մնայի Արցախում, սա դեռ ամբողջը չէր։ 2020 թվականից հետո ամբողջ Արցախն էր սահման դարձել եւ բոլորս էլ գտնվում ենք թշնամու դիտակետում։ Բայց մարդիկ շարունակում էին տուն կառուցել, վերանորոգել, ապրել, արարել։ Ձեր ապագայի պատկերացումը ո՞րն էր։ Այն ինչ կատարվել է 23 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ինձ համար դա մեծագույն ողբերգություն եւ իմ սպասումներին լրիվ հակառակ իրավիճակ է ստեղծվել, որքանով ես ծանոթ եմ արցախահայության պատմությանը, մեր ժողովրդի պատմության մեջ սա մի այնպիսի անդառնալի կորուստ է, որի ճիրաններից հնարավոր չէ գլուխ թափել։ Արցախը ըստ իմ պատկերացմամբ առաջիկա տևական ժամանակաշրջանի համար կորցրել ենք անդառնալիորեն, կորուստը անդառնալի է, դրա համար էլ իր մասշտաբայնությամբ այն չափազանց մեծ է եւ տարողունակ, ապագան անորոշ է։ 44 օրյա պատերազմից հետո ոչ ոք չէր սպասում, որ Արցախը կարող է հիմնովին դատարկվի, հայազրկվի։ Մարդիկ այդ պայմաններում նույնիսկ չէին պատրաստվում լքել գյուղը, քաղաքը։ Զբաղված էին իրենց առօրեական կենցաղային եւ ամենակարևորը հավատում էին վաղվա օրվան։ Սակայն մի քանի ժամվա ընթացքում, մի քանի օրերի ընթացքում բոթը տարածվեց։ Խոսքս Մարտունու շրջանի մասին է, ամբողջ, որտեղ ինֆորմացիան շատ դանդաղ է ժամանակ հասնում շրջանից շրջան, տարածվեց, որ սեպտեմբերի 25-ին հաղորդի գյուղի բնակիչները մեկ մարդու նման պետք է լքեն հայրենի բնակավայրը։ Սա որոտեր կայծակի պարզ երկնքում։
Այն երուզերը, որ կատարում էր շինարարության ոլորտում, առևտրի ոլորտում, աշխատանք, սա իմ պատկերացմամբ ավելի շատ պատրանք էր հիշեցնում։ Փոթորիկներ էին երրում հատակին եւ պետք էր կանխել ապագա փոթորիկը։ Այն մեզ համար ունեցավ ողբերգական վախճան։ Եվ ունեցանք արդյունքում այն, ինչի տերն ենք հիմա։ Եվ հետահայաց ձեր մանկավարժական գործունեությանը նայելից, ինչն է ամենաառաջինը պատկերում։ 44 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ ունեի եւ ունեմ 44 տարի ես քանի որ դասավանդել եմ պատմություն եւ հասարակագիտություն առարկաները, ապա իմ քարոզ եղել է մեծամասամբ հայրենասիրության վերաբերյալ։ Ձգտել եմ այդ ազգային արժեքը արմատավորել աճող սերնդի մեջ։ Թե ինչքանով է ինձ հաջողվել, ես չեմ ափսոսում, նրա արդյունքները ես տեսել եմ։ Ես ինքս ծառայել եմ առաջի Արցախյան գոյամարտում, պարգևատրվել եմ արիության եւ մարտական ծառայության մեդալներով։ Իմ աշակերտներից շատերը ավելին են հասել, նույնիսկ մարտական խաչ, զինվորական բարձր կոչումներին արժանացալ։ Այստեղ իմ կատարած աշխատանքի արդյունքները որոշակի հետ թողել են, բայց ես վիճակի չեմ վերլուծել ինչու ստացվեց այսպես։ Այս հարցը ինձ համար մնում է առեղծված, երևի որքան դատում, կշռադատում վերլուծություններ եմ կատարում, միևնույն է, գաղտնիքը այնքան մեծ եւ խորն է, որը ինձ համար անհասանելի է մեկնաբանությունները։ Իսկ տեղահանությունից անմիջապես հետո որոշեցիք շարունակել ուսուցչությունը, թե ժամանակ էր պետք դասարան մտնելու համար։ Երբ տեղափոխվել ենք Հայաստանի Հանրապետություն, առաջին ամիսներին ստանում էինք այդ պետական նպաստները բանը, գյուղից էլ որ եկել էինք, մեզ հետ բերել էինք որոշակի տնտեսված ֆինանսական պաշարներ։ Մենք Հայաստան ենք հասել մեր օպելով 4 հոգի, մի կերպ տեղավորվել ենք 4-ից եւ հասալ ենք այստեղ։ Ես եկա այն եզրակացության, որ եւ չի էլ կարող չաշխատել։ Եթե պիտի ունենանք բարեկեցիկ կյանք, նոր զրույց սկսենք ստեղծենք, ապա դա միայն ու միայն պիտի լինի աշխատանքի միջոցով։ Տեղավորվելով Լեռնամերձ գյուղի հիմնական դպրոցում Հեշտությամբ ընդունեցին ձեզ։ Շատ է հասնել եմ բանը մրցույթ է եղել, մասնակցել եմ մրցույթին, մրցույթով անցել եւ անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին աշխատանքի եմ անցել։ Օգտվել եմ սոցփաթեթի ծառայությունից, ստանում ամիսը երևի 100-110,000 դրամ աշխատավարձ։ Եվ շարունակել մանկավարժական գործունեությունը նոր միջավայրում ինքնապաշտպանություն է, թե պարտք։ Դա ավելի շատ ինքնապաշտպանություն է, որտեղ ես ինձ համարում եմ սպառված այդ ասպարեզի համար, որտեղ ամեն երեկո պիտի նստեմ նոր դաս սովորեմ, որից հետո գնամ, երբ աշխատանք եմ, որօր աշխատանք եմ, անպայման երեկոյան կողմերը պիտի դասագիրքը մի անգամ ընթերցեմ, նույն թեմաները։ Իսկ ինձ համար դա բավականին ծանր եւ դժվար է։ Այնուամենայնիվ ցանկանում որպեսզի դասը ծառայեցին իմ նպատակին, ամոթով չմնամ եւ Փառք Աստծո այսօրվա դուրսան դեր հաջողվում է, այդ ուժը գտել եմ իմ մեջ։ Ունեք փոքր հաղթանակներ, որոնք հավատ են ներշնչում։ Այն որ աշակերտական կոլեկտիվի եւ մանկավարժական կոլեկտիվի հետ ունեմ միանգամայն ջերմ, ծնողական կոլեկտիվի հետ ջերմ հարաբերություններ, սա փաստա եւ ամենամեծ վարձատրությունն է ինձ համար։ Կյանքը շարունակվում է, պիտի պայքարենք, պիտի արարենք, պիտի ստեղծենք։ Ոչ ոք մեր փոխարեն չի ստեղծելու մեզ։ Գիտեք, այդ օգնություններին ես դեմ եմ։ Այդ տրվող օգնությունները մեզ հիմնականում սովորեցնում, վարժեցնում են
անբանությանը։ Մենք ինքներս պիտի ստեղծենք եւ վայելենք։ Պետք է սահմանափակվի խիստ կարիքավորներին կամ այն խոցելի խմբերին տալ, օգնությունները միայն նրանց տրամադրել, ովքեր բազմազավական կամ ինչ-որ հաշմանդամության Բայց ոչ բոլորն են, որ կարողանում են աշխատանքով ապահովել, տեղավորվել աշխատանքին։ Կասեի, որ եթե մարդը մտադրվում է, քամին տարել է մեր գլխարկը, մեր գլուխը կա։ Եթե գլուխը կա ուսերի վրա, նա գլխարկ կգտնի ցանկացած պահի։ Յուրաքանչյուրն է կարող արել, եթե որոշ է։ Չկա մենպիսի բան, որին ձգտից չկարողանաս հասնես։ Իհարկե դա պահանջում է տեխնաջան աշխատանք, հեշտությամբ չի տրվում։ Ես կարծում դա պետք է ուսուցչությունից բացի ես որ եկել ենք զբաղվել եմ նաև Ղարաբաղում զբաղվում եմ մեղվաբուծությամբ, մասնակցել եմ միտք հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված դասընթացներին, շահել եմ մրցույթը 1000 եվրոյի շրջանակում, գնել եմ 8 հատ մեղվա ընտանիք, այստեղ մեղվաբուծության համար ամենաիդեալական պայմանները կա, հայկական լեռնաշխարհը, Տուն արդեն ձեռք եք բերել այստեղ։ քաղաքացիություն ստացել ենք նաև այն հավաստագիրը, որը տրամադրվում է։ Մեր ընտանիքը, քանի որ կազմը քիչ է փոքր է, 4 հոգի ենք, ուրեմն այդ գումարով հնարավոր չի շատ թե քիչ նորմալ վիճակում բնակարան կամ տուն գնել։ Ուստի փնտրտուքի մեջ ենք։ Գյուղական վայրում կամ Էջմիածնից մոտիկ, այստեղ վերապրում ենք գնել, ունենալ մեր սեփական ծածկոցը, որի շուրջ արդեն կհամախմբենք եւ կստեղծենք մեր ապագա ընտանիքը։ Պարոն Ավետիսյան, Արցախի կորուստը շատ ընկճեց Արցախցուն, հայ ժողովրդին, շատերի կարծիքով այն ինքնամաքրման ճանապարհ ցույց տվեց։ Դուք ինչ կասեք։ Մենք որպես աշխարհի հնագույն ազգերից մեկը մեր ազգային արժեքների մեջ առաջատար բաղադրիչներից մեկը համարել ենք մեր ոգեղենը։ Ոգին։ Սա էապես տարբերում է գլխարկի վրա գրված դուխովից եւ այդ բառը անընդհատ ճամարտակողներից։ Ես կփորձեմ իմ պատկերացմամբ ներկայացնել հայ ոգու էությունը։ Ըստ ինձ, իմ համոզման, ոգին տիեզերական հասկացություն է։ Նա անմեռ է։ Հավերժական է։ Ոգու արտածումը գիտակցության մեջ ծնում է գաղափարներ, գիտելիքներ։ Գաղափարները երբ ստանում են նյութական ուժ, իշխում են մասսաներին։ Այս ազգը հազարամյակներ շարունակ առաջնորդվել է այդ սկզբունքով։ Դա կոչվում է ցեղի ոգի։ Արցախահայության ցեղի ոգին պիտի ոսկլտա, փայլատակի։ Պատմության մեջ ցեղի ոգին արտահայտվել է մի շինականի մոտ եւ նա դարձել է Սեբաստացի Մուրադ։ Արտահայտվել է մի հյուսնի մոտ, նա դարձել է Անդրանիկ։ Արտահայտվել է մի ազգագրագետի մոտ եւ նա դարձել է Մոնտե Մելքոնյան։ Ցեղի ոգին կարծում կարտնանա այս ժողովրդին այդ թմբիրից կհանի, Աստծո մատը խառն է, դարձյալ ըստ իմ տեսակետի աշխարհում ամեն ինչ հաշվի կշռված է։ Ավելի շատ մենք տուրք տվեցինք նյութապաշտությանը։ Նյութապաշտությունը եկավ եւ ներսից ոչնչացրեց այն ամեն լավագույնը, ինչ կար մեր մեջ։ Այսօր վայրենի մոլուցքով շարունակվում է այդ երթը, այդ գործընթացը։
բայց իհարկե սա կունենա իր վախճանը։ Իսկ մանկավարժներն այստեղ ինչ դերակատարություն ունեն։ Ես կաշխատեմ փորձի մեր ընտանեկան օրինակով։ Հայրս եղել է մանկավարժ։ Ալիկան 50 տարի դասավանդել է։ Նորայր Ավետիսյանը։ Նորայր Հայրապետի Ավետիսյան Արցախի 100 լավագույն մանկավարժներից մեկը լինելու երջանկությունը։ Կարևորը որ մեզ համար եղել է ուղենիշ։ Հայրս երեխայի պես աշխարհ է եկել եւ ամբողջ կյանքում նրան երեխայի տեղ են դրել։ Այդ մարդը միջև վերջ մնացել է պարզ, շիտակ, ազնիվ, նվիրված իր գործին։ Երբ նա ներկայանում էր ինչ-որ միջոցառման, մայրս ասաց, այդ սարոշկան պիտի փոխվելի, վրան ինչ-որ գծեր կա։ Թասմա այնտեղ իմ սարոշկային չեն նայելու, այնտեղ իմ խոսքին են նայելու։ Հիմա ծանր փորձությունների միջով անցած մանկավարժը ինչ ուղերձ է այսօր փոխանցում սերունդներին։ Սերունդներին նրա փոխանցածը հետևյալն է։ Եղեք ազնիվ, վասնձի ժամանակ կգա, որ ազնվությունը կհարգվի, կպատվի։ Այսպես չի մնա։ Հավատում եք վերադարձին։ Այդ գայթակղիչ հարցին կպատասխանեմ համոսայանի բերանով։ Հոգնած տարիքս ուսերիս առնեմ։ Հոգնած ոտքերս քաշ տալով գնամ։ Գնամ մեր հին տան դռները բանամ, հին երազներից անթեղը խառնեմ։ Ցուրտ մոխրի տակից մի կրակ հանեմ։ Փչեմ թեժանա ու ես տականամ։ Արտնացնեմ մերոնց հարց ու փորձ անեմ եւ լսեմ նրանց եւ հանգստանամ։ Այո, հավատում եմ։